Պարոն Զայնալյան, ընդհանրապես ձեզ բարձրաբանեք իրավիճակը, թերևս ձեր գործընկերությունից ներկայացրած կլինի, մենք այն փուլում ենք, որ որդի անդամների ներկայացվում են բացառիկ միջնորդություններ եւ հիմա հաջորդը այս բան ամեն դեպս վերջինը կարծեք թե մնացել են ես, պարոն Հարությունյանը, չէ՞, ոնց թե խնդրեմ պարոն Հարությունյան, ասել եք, որ նախագահողին նույնպես ունեք բացառիկ միջնորդություն, խնդրեմ ներկայացրեք ձեր միջնորդությունը։ Անգելի պարոն Աթամբեկյան, ուղղակի խնդրեմ միջև բացարկի հարցը մենք բարձրաբանում կամ ընթացիկ իմ համար արդեն իսկ բարձ է ու կանխատեսելի է, որ իմ գործով, իմ տեսակետով օրինական դատարան, պատշաճ դատարան չի կարող ստեղծվել, քանի որ բոլոր բացարկի իմ կարծիքով հիմնավորված միջնորդությունները մերժվում էին, եւ մենք խնդրում հետեւյալը բարձրաբանենք։ Կարող եմ ես հիմա ներկայացնել հրաժարականի դիմում, աշխատանքից ազատվելու դիմում, օգտվեմ այն իմ իրավունքից, որը կիրառվել է բազմաթիվ դատավորների նկատմամբ այս դահլիճում, երբ որ նրանց վերաբերյալ եղել են կարգապահական վարույթներ, նրանք դիմում են ներկայացրել, հրաժարական են ներկայացրել եւ այդ կարգապահական վարույթները կարճվել են։ Իմ համար ցանկալի չի, որ հերթական անգամ արձանագրվի, որ ես ինչ-որ խախտումներ եմ թույլ տվել, հեղինակազրկել եմ իշխանությունը, դատական եւ այլն։ Հիմա կանխատեսելի է կայացվել որոշումը, որտեղ այս կազմով հնարավոր չի այդ որոշումը ակնկալել։ Որտեղ մարդիկ կան ստեղ երկու անգամ են այդ որոշումը կայացրել, մարդ կա մի անգամ կայացրել։ Եվ ուզում եմ հասկանամ, այդ օրինակ Սիմոնյան ազգանունով դատավոր կար երկու անգամ դիմում ներկայացրել, թե չեմ սխալվում։ Երբ որ կարգապահական վարույթ է եղել, ես էլ չեմ հիշում, եթե պետք է հստակ դատական օրենսգրքի 10-րդ հոդվածի համատեքստում, որպես իրավական փաստարկ կարող են վկայակոչել բարձրագույն դատական խորհրդի որոշումները, որոնց հիման վրա կայացվել են, կարգապահական վարույթները կարճվել են, այն հիմքով, որ դատավորները ներկայացրել են հրաժարական դիմում։ Այդ հնարավորությունը, այդ իրավունքը ինձ տրված է, թե ոչ։ Որովհետև ես էլ միգուցե ցանկանում եմ այդ իրավունքից օգտվել։ Տեսեք, նախորդ օրը, թե դրանից առաջ, հարգելի տիկին նախարարը ելույթ ունենալով հունվարի 12-ին բարձրագույն դատական խորհրդի կողմից կազմակերպված համաժողովին նշեց հետևյալը, որ պետք է դիտվեց երևի թե արատավոր երևույթ ու նշեց, որ դրա դեմը պետք է ինչ-որ արել, այսինքն նոր օրենսդրական նախաձեռնություն երևի ցուցաբերել, որ դատավորները չստացվի, երբ որ կարգապահական վարույթ է իրենց հարուցված, իրենց վրա հարուցում, դիմում կրեն հեռանան, հետո հետ վերադառնան համակարգ։ Բայց հիմա գործող օրենսդրությունը այդ հնարավորությունը տալիս է դատավորներին, եթե ընդունեք, թե սա հնարավորություն է, որտեղ ես չեմ կարծում, թե հրաժարականը դա հնարավորություն է, ինքն ինքդ քեզ առաքելությունից զրկես, եթե դատավոր ես ու այդ առաքելությունից զրկես։ Բայց ես այս 23 թվականի հուլիս ամսից իմ վերաբերյալ ձեր կայքում զետեղված մի տեղեկություն պես հեղինակազրկել եմ դատական իշխանությունը։ Ու ցանկացած ինչ ճանաչող մարդ, մեր հանրությունից հեռու մարդ, օտարիտե գործընկեր, իմ վերաբերյալ նայում այդ որոշումները։ Դա մինչև կարող գնալ այդ սրդեի որոշումները նայում։ Պես այս անձը, այս իրավաբանը, դատավորը հեղինակազրկել է դատական իշխանությունը։ Հիմա չկան այդ որոշումները, վերացված են ձեր կողմից։ Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա։ Հիմա ես կարող եմ ակնկալել, որ այդ նույն մոտեցումը առանց խտրականության կկիրառվի նաև իմ նկատմամբ։ Սա ընթացիկ կարգապահական վարույթ է։ Երևի թե, ինչքանով որ հասկանում եմ այստեղ ներկայացնելով։ Նույն մոտավոր կանոններով է իրականացվում։ Կարող ես այդ հնարավորությունից չակերտանով օգտվել։ Եվ չշարունակենք այս ամեն ինչը։
հրաժարականի դիմում ներկայացնեմ, թե աշխատանքից ազատվելու չգիտեմ, ոնց որ կձևակերպվի։ Ու այս ամեն ինչը դադարի։ Հնարավոր է թե չէ։ Խնդրում սա պարզաբան եք, ես հասկանում եմ, որ միգուցե այդքան էլ ստանդարտ հարցի։ Եթե հարկավոր ժամանակ խորհրդակցեք, եթե ոչ, խնդրեմ արձագանքել։ Պարոն Հարությունյան, դուք հարց եք տալիս, դա դատավարական պրոցեսում ձեր իրավունքներից օգտվելու վերաբերյալ չի։ Ինչ որ մեծ հաշվով տեսական կամ համենայն դեպս ձեր հետագա վարքագծի հետ կապված հարց եք տալիս, այդ հարցին խորհուրդը չի կարող պատասխանել հետևյալ պատճառով։ Դուք երբ որ կներկայացնեք նման միջնորդություն, ընդ որում շատ ավելի լավ կլինի, երբ որ դուք դա կներկայացնեք գրավոր, դրա վերաբերյալ հնարավորություն կունենա, քանի որ ըստ էության միջնորդություն չձևակերպվեց դրա համար հիմա նախարարության ներկայացուցիչներին դրա հետ կապված որպես միջնորդության վերաբերյալ դիրքորոշում արտահայտելու այս բան դրա համար հնարավորությունը չի տրվում։ Եթե դուք գտնում եք, որ ձեզ անհրաժեշտ է նման միջնորդություն ներկայացնել, կարող եք ներկայացնել եւ ձեր միջնորդության քննության արդյունքներով կայացվի համապատասխան որոշում։ Հիմա ըստ էության դուք ձեր հարցն այնպիսի ձևակերպում ունի համենայն դեպս իմ ընկալմամբ, ինչքան հասկացա նաեւ մեր մյուս գործընկերների ընկալմամբ, որ ստացվում է ոնց որ եթե արդեն ներկայացրել եք միջնորդություն, հիմա ասենք բավարարել կամ ներել պայմանական, այս ձևակերպումները։ Եթե դուք ունեք միջնորդություն նման, ինչպիսին որ դուք եք ակնկալում, կարող եք ներկայացնել եւ ընդհանրապես հայտարարում եմ, որ կարող եք ակնկալել խորհրդի կողմից համապատասխան որոշում։ Բայց քանի դեռ մենք չունենք այդպիսի միջնորդություն, իր պատճառաբանություններով, իր հիմնավորումներով, նաև դիրքորոշում, այդ հարցին մենք չենք կարող պատասխանել։ Կարո՞ղ եք հարգելի գործընկեր։ Թվեկյան խնդիրը սահման, ես իմ այս վարույթը ներգրաված եմ, դուք ես դարձան եք հանդես գալիս, ասում եմ իրավունքը պարզաբան եք, ես վարույթի կանխատեսելիության առումով։ Պարզաբան եք, ես տենց իրավունք։ Պարզաբանում եմ, որ ունեք իրավունք միջնորդություն, եթե պարզաբանում եմ, պարզաբանել եմ, որ պարզաբանել ենք, նաև, որ իրավունք ունեք միջնորդություն ներկայացնել։ Հիմա դուք եթե գտնում եք, որ միջնորդություն պետք է ներկայացնեք, մտածում եք այդ բովանդակությամբ կամ այդ խնդրանքով, ներկայացրեք քննարկենք։ Միշտ այստեղ ձեր իրավունքը պետք է ապահովել, որպեսզի դուք հնարավորություն ունենաք ներկայացնելու միջնորդություն։ Եթե միջնորդությունը, միջնորդության քննության արդյունքներով ինչ որոշում կայացվի, դա հարցի մյուս կողմն է, դա ձեր իրավունքների պարզաբանման հետ կապ չունի։ Ձեզ պարզաբանում եմ, եթե դեռ իրավունքների պարզաբանման տեսանկյունից եք ասում կանխատեսելիության, ասում եմ իրավունք ունեք ներկայացնելու միջնորդություն, ցանկացած միջնորդություն, որը դուք կգտնեք, որ անհրաժեշտ է ներկայացնել։ Խորհուրդն արդեն ըստ դրա կորոշի, այդ միջնորդությունը կվերաբերի սույն վարույթին, սա պայմանական եմ ասում։ Համապատասխան ընթաց կտա, չի վերաբերվի, համապատասխան ընթաց կտա, կարող է հետագայում քննության առարկա դառնալու անհրաժեշտություն լինի, կարող է միջնորդություն լինի, որը պետքա քննարկման առարկա դառնալուց հետո եզրափակիչ վերջնական դատական ակտով դրան անդրադառնան։ Ես չեմ կարող ասել հիմա, մենք պետքա ունենանք միջնորդություն, ձեր իրավունքն ապահովում է, այլ ավելի երկար չասեմ, կարծում եմ պարզ է։ Ձեր իրավունքն ապահովում է միջնորդություն ներկայացնել, ձեր հնարավորությունը անպայմանորեն տրվում է։ Դուք որոշեք ներկայացնում եք միջնորդություն, թե ոչ եւ ինչպիսի միջնորդություն։ Պարզ է։ Դե արդեն ձեր խնդիրն է, ինչ ասում եմ, իհարկե խնդիրն է։ Ոչ մի։ Չէ, մեր խնդիրն է պարզաբանել ձեզ։ Չէ, կներեք կարելի է։ Հա, դուք ինձ պարզաբանել եք, օրինակ, որ ես իրավունք ունեմ ներկայացնել վկա դատակոչելու միջնորդություն, իրավունք ունեմ ներկայացնել ապացույցներ, իրավունք ունեմ ներկայացնել բացառներ։ Չէ, մեջքով կարող եք, իմաց հարցում կամ հրաժարական դիմում ներկայացնել, որ ինձ ասում եք իրավունք ունեմ ներկայացնել բացառներ, ես օգտվում եմ իրավունքից։ Եթե դուք ասեք դրա իրավունքը չունես, ես չէի ներկայացնի բացառներ։ Եթե ասեիք, որ իրավունք չունեք, վկա դատակոչելու միջնորդություն ներկայացնեք, ես չէի ներկայացնի։ Բայց եթե այդ միջնորդությունը կա, եթե դա իրավունք չունեմ։ Պարոն Հարությունյան, խորհուրդը որևէ ձևով պարտավոր չի ձեզ ներկայացնել են հնարավոր բոլոր միջնորդությունների տեսակները, անունները ձեզ ներկայացնելու, որը դուք
իրավունք ունեք ձեր միջնորդության բովանդակության մեջ ներառեք։ Ձեզ իրավունք է տրված ներկայացնելու միջնորդություն։ Եթե հիմա դուք ունեք այդ տեսակի միջնորդություն, գտնում եք, որ մինչև ինձ անպատասխան բացարկի միջնորդություն արդեն ձեր կողմից հայտարարված դրա համար եմ ասում, ասել եք, որ ունեք։ Բացարկի միջնորդություն ներկայացնել ունեք այնպիսի միջնորդություն, որը հնարավոր է ըստ ձեզ, ինչպես դուք ասեցիք, այլ հետևանք ունենա, կարող եք այդ միջնորդությունը ներկայացնել։ Իսկ որ ես ասում եմ, ձեր խնդիրն է, այդ տեսանկյունից եմ ասում, որ մեր խնդիրը ձեզ պարզաբանելն է, արդեն մնացածը ձեր որոշելունն է, խնդիրը վերաբերում է դրան։ Թե չէ, հետո որ մեկնաբանում եք այն խնդիրները ունեն, այլ տեսանկյունից չընկալվում։ Որոշումը ձերն է, խնդիրը ձերն է, մնացածը դուք որոշեք, ինչպես կլարեք։ Ես կանոնով իմ համար կանխատեսելի չի, ես չեմ ասում ցանկ տվեք ինձ։ Պարոն Հարությունյան, չի կարող ձեզ համար կանխատեսելի լինել այդ որոշումը, միջնորդությունը, հավասար մի խոսել։ Չի կարող ձեզ համար այնքանով կանխատեսելի լինել, որ ձեր միջնորդությունը կբավարարվի կամ այդպիսի միջնորդություն իրավունք ունեք ներկայացնեք, թե ոչ չի կարող այդպիսի բան լինել։ Դա չի նշանակում կանխատեսելի, անկանխատեսելի։ Ձեր հայտարարություններից տպավորություն կստեղծի, որ ձեզ համար ոչ մի բան կանխատեսելի չի։ Այո, չի կարող կանխատեսելի լինել որևէ մեկի համար դատարանի որոշումը։ Կունենանք միջնորդություն։ Եթե կանխատեսելի լինի դատարանի որոշումը, էլ ինչ ենք քննում, ինչ ենք քննարկում կամ ինչ ենք անում։ Չի կարող դատարանի որոշումը, դուք երկար տարիներ դատավոր եք աշխատել, դատարանի որոշումը կարող է կանխատեսելի լինել։ Ընդհանուր պրակտիկ առումով դատավորի մոտեցումները միգուցե լինեն, բայց այն դրսևորումը, որը կդարձնի ինչ-որ ձևով կանխատեսելի, որը կբերի կհանգեցնի կանխակար վերաբերմունքի, դա ուղղակի բացառում է, մենք բոլորս գիտենք։ Իմ ասածը մի քիչ պարզաբանեցի, որ ավելի պարզ լինի, թե ինչ տեսանկյունից եմ ասում կանխատեսել։ Թե չէ դատավարության կանխատեսելիությունը, պրոցեսների կանխատեսելիությունը, այո, դրանք դատավարական իրավունքներն են, որոնք ենթակա են ապահովման։ Ինչը ձեզ համար ապահովում է միջնորդություն ներկայացնելու հնարավորություն ընձեռելով։ Մնացածը դուք եք որոշում, օգտվում եք ձեր իրավունքից, թե չեք օգտվում։ Խորհուրդը որևէ կերպ չի կարող ձեզ ասել ձեր միջնորդությունը ինչ բովանդակություն ունենա, ինչ ձևակերպում անեք, վերջում ինչ որոշում կայացվի, դա մեր իրավասություններից պարոն Հարությունյան դուրս է։ Հիմա դուք որոշեք, կուզեք մի քանի րոպե, 5 րոպե, 10 րոպե, ընդմիջում անգամ կարող եմ հայտարարել, կողմնորոշվեք ինչ եք ուզում, եթե դրա անհրաժեշտություն ունեք, կողմնորոշվեք ինչ միջնորդություն եք ուզում ներկայացնել, արդյոք ներկայացնում եք թե ոչ, եւ ինչ ձևով ենք շարունակում, որ պրոցեսին ենք մոտենում, օրինակ ինձ բացակ հայտնելու կամ չհայտնելու։ Եթե իրական 1-2 րոպե ընդմիջում հայտարարեք, ես ներկայացում չեք հարցում խորհրդակցեմ, այստեղ խնդիրը ես որ օրինակ մենք դատավոր ենք աշխատում, մենք պարզաբանում ենք, կողմ եթե հարցներս կան կարճ միջնորդություն ներկայացնեմ, բաղերության հիմքով, համաներման հիմքով, անձեր հաշվելու հիմքով, արդարացման հիմքով, ասում եք կարող ես, կամ ասում եք ես փուլում հնարավոր չի դա ներկայացնել։ Մենք ձեզ ասում ենք, պարոն Հարությունյան, վարչական, մենք ձեզ խաղթան, ինչով ասա, եթե կողմը կոնկրետ իրավունքի մասին պարզաբանում ասում, ես չեմ ասում ինչ որոշում եք դուք կայացնելու։ Դուք ասում եք դատական օրենսգրքով նախատեսված այսինչ իրավունքից օգտվելու կամ այսինչ ձևով միջնորդություն ներկայացնելու, այլ մեկնաբանություններով, սա վերջին անգամ եմ պարզաբանում, պարոն Հարությունյան, այլ անձանց կողմից, տիկին նախարարի կողմից արված հայտարարությունների հիմքով եւ այլն, ասում եք, այս ձևով միջնորդություն կարող եմ ներկայացնել։ Ես ձեզ ասում եմ, կարող եք ներկայացնել ցանկացած միջնորդություն, որը կվերաբերվի սույն վարույթին ու ձեզ, ինչքանով որ մենք հետո կգնահատենք, դա վերաբերվեց թե չվերաբերվեց։ Ուզում եք ներկայացնել, ձեզ 5 րոպե կարող ենք ընդմիջում հայտարարել ձեր ներկայացուցչի հետ, քննարկեք, հետո արդեն մնացածը շարունակենք։ Եթե կուզեք, կարող ենք մենք ստեղ տեղում մնալ, դուք ձեր քննարկումն անեք, եթե կուզեք դուրս գալ կամ մենք գնանք։ Ընդմիջում չհայտարարեմ երևի, այսպես է սպասեմ, թե խոսափողն անջատեք, որ հանգիստ լուծեք։